շատ ծանր էի տանում մեր բաժանությունը, երբ որ բաժանվում էինք, դա ինձ համար մահվան պես բան էր։ Չէ, ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել, որ դու էլ երևի կհիշես, որ ամբողջ գիշերները ես քայլում էի, ուղղակի քայլում էի։ Ինձ թվում էր, որ ես Աստծո կողմից մոռացված եմ։ Երբ որ տեսնում էի, որ դու տենց Բայց ես ուզեցել եմ, որ միշտ ուրախ մամա լինեմ, քնարիք։ Ճիշտ է, ես ասենք լաց էի լինում, հուզվում էի, բայց հաջորդ պահին դու հիշի, որ մենք երաժշտությունը միացնում էինք, ես սկսում էի ձեզ հետ պարել, ես ամեն ինչ անում էի, որ դուք ուրախ լինեք։ Հետո ես ուզում էի, որ դուք ձեր տատիկի հետ ապրեիք, որ ոչ մի փոփոխություն ձեր կյանքում չլիներ, որտեվ ես չէի ուզում դուք կոմպլեքսավոր երեխաներ մեծանայիք։ ու ես հիշում եմ, որ Ատիկը քեզ ասում էր Կարինե ջան, նորից ամուսնացի։ Ու մենք անդադ ուզում էինք, որպեսզի դու ինչ-որ մեկի հետ ժամադրվեիր ու գնայր անպայման հանդիպման։ Դա սկզբից դե ես շատ ծանր էի դա տանում։ Ուզում էի, ասում եմ, ես ինձ պատշգամբից կգցեմ, եթե դու նորից ամուսնանաս, բայց ես հիշում եմ իմ մեղքի զգացումը, երբ որ հասկացա, երբ որ պապան ամուսնացավ, հասկացա, որ այդ հետադարձը այդ չի կարող լինել, ու հասկացա, որ դու մնում ես մենակ։ Սրտի տանիքներով Մոսա Production